Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Բարի երեկո, եթերում սպասիր ինձ հաղորդաշարն է, եւ մենք Աննա Ավանեսյանը եւ Ռուբեն Մուրադյանը։ Մեզ հաճախ են հարցնում, մարդը ինչպես կարող է իմանալ փնտրում են իրեն, թե ոչ, եթե չի հետևում հաղորդաշարի թողարկումներին։ Հենց այս հարցով հետաքրքրված բոլոր մարդկանց հիշեցնում ենք սպասիր ինձ նախագծի կայքի մասին։ Պարզապես մուտք գործեք կայք եւ համապատասխան տեղում լրացրեք ձեր անուն ազգանունը եւ անմիջապես կիմանաք, եթե որևէ մեկը որոնում է ձեզ։ Իսկ եթե դուք մեծ ցանկություն ունեք գտնելու որևէ մեկին, ապա նույն կայքի այլ բաժնում հեշտորեն կարող եք հայտ լրացնել։ Ընդամենը մի քանի րոպե եւ որոնումների մեկնարկը կտրվի։ Ահա այս պարզ քայլերը ձեզ կօգնեն վերամիավորվել նրանց հետ, ումից վաղուց լուրեր չունեք։ Իսկ մեր թիմը այդ պահն իրականություն դարձնելու համար կներդնի իր ամբողջ ներուժը։ Դե ինչ, սկսենք այսօրվա թողարկումը։ Իսկ ձեզ հետ ապագա հայտատուներ կհանդիպենք մոտակա թողարկումների ընթացքում։ Մարդիկ հաճախ չեն կարողանում պատմել իրենց անձնական խնդիրների մասին, նույնիսկ ամենահարազատ մարդկանց։ Ցավոք պատահում է այնպես, որ անծանոթներն ավելի լավ են հասկանում, քան նրանք, ովքեր պետք է առաջինը օգնության հասնեին։ Մեր տաղավար գալիս են պատմելու եւ հասկացված լինելու նպատակով, իմանալով, որ այստեղ նրանց ոչ միայն կլսեն, այլև անպայման կփորձեն օգնել։ Հրավիրենք մեր այսօրվա հյուրին։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Խնդրեմ ներկայացեք։ Ես Մելիքյան համբարձումս նորեկի փնտրում եմ պապիկի ժառանգներին։ Եղազարյան համբարձում Տիգրանի ժառանգներին։ Որ թվականին է գնացել բանակ։ 41-ից 42-43 այդ թվա ավել բան չեն ասել էլի։ Այսինքն հայրենական պատերազմի։ Ապրես, հա, որովհետև իր հետ ինչ որ մարդ կար, վերջի ժամանակներն է մահացել ինքը, մի կլինի մի 10 տարի, ես որ իրան միշտ խոսցնում էի, ասում էր, ինքը իմ հետ քայլելու ծնգել է։ Ասում է դե լավ դե ընկել է, տեղը չգիտեք, դե ասում էր, ինչ ասեմ, ընկել է։ Հետո անցավ դրանից մի 6-7 ամիս, որ գյուղ գնացի, նորից հարցրեց այդ մարդուն, ասես տղես քեզ մի բան ասեմ, մի այդ շարունակես էլի։ Ասես այն ժամանակները չէին թողում, որ գային Հայաստան։ Հաշվում էին, որ իրանք հայրենիքի դավաճան էին դուրս գալ, իրանց աքսորում էին։ Այդպես նման բաներ էր ասում, դե ասում է դե լավ մեծ մարդ էլ չեմ շարունակի, բայց հետո եկա պահ ժամանակ, որ էդի պետք էր ինձ, որ ես իրանից իմանայի։ Բայց միգուցե ամուսնացել է ուրիշի հետ, ունի ժառանգներ։ Պապան մենակ է մնացել, ուզեցել է գտնի։ Իր հոր հետ երբեք շփում չի ունեցել։ Չէ, ինքը իմ պապաս որ ծնվել է, պապիկից տարել եմ բանակ։ Ինձ ասելով 23 տարեկան ժամանակ են իրան տարել բանակ, ու էլ ինձ ոչ մի բան տեղեկություն չեն տվել ինձ։ Եվ ձեր հայրն ու պապիկը չեն հանդիպել դրանից հետո։ Չէ, պապիկից որ տարել եմ բանակ, պապաս ծնվել է։ Պապաս որ ծնվել է, պապայիս ավելի ճիշտ տատիկս մահացել է։ 1-2 ամիս հետո տատիկս մահացել է։ Պապայիս հորողբոր կինն ու հորողբերն են պապայիս մեծացրել, տարբեր երկիրներ ֆրացել է ման է եկե, իր պապային, որ ման գա գտնի, այս վերջերս, որ ինքը շատ վատ էր, ասում էր կարող է ուզենաս մի հատ գտնես էլի, դե հիմա ես էլ ասեցի կգտնեմ, չեմ գտնի, անկախ նրանից ժառանգներ կլինի, չի լինի, եթե իրան ինչ-որ միտեղ օղակավորել են, ես դրան եմ պատրաստ, որ իրան բերեմ։ Ուզում եք ձեր արմատներին մոտենալ պարզապես։ Դե ես այդտեղ շատ մեծ ընտանիք ունեմ, բայց ուզում եմ գտնեմ իմ պապայիս իսկական իր պապայի թողած ժառանգներից որացե մեկին։ Բայց ասում պարկ ունեմ, հորողբոր տղաներ ունեմ, հորքորներ ունեմ, մազգը շատ մեծ է, ծավալված է ամենտեղ, բայց որոշել եմ, որ գտնեմ իրան։ Այդ բացը չմնա։ Չեմ ուզում այդ բացը, ինչի չմնա այդ բացը, որպեսզի որ ասենք լինի իր շիրիմը որտեղ լինի մի մասոնք բերեմ, իմ պապայիս կողքը օղակավորեմ, որ ես էլ հանգիստ լինեմ, ինքն էլ հանգիստ լինի, որ ասենք ոնց ասեմ։ Խոստացել եք ձեր հորը։ Հա, խոստացել եմ, որ պիտի լինի։
թող Աստված տա որ ժառանգ ունենա, այդ իր ժառանգներից մեկն ու մեկի հետ գոնե աղջիկ կլինի, տղա կլինի, ով ուզում է լինի, պարզապես սիրտս հովանա։ Հանգստանամ ես էլ ինչ-որ մի տեղ կանգնելուց իմ հորս շիրիմին ասեմ, որ գտել եմ։ Շնորհակալ ենք շատ, որ այսօր մեր տաղավարում եք ու շնորհակալ ենք, որ դուք չեք դադարում ձեր որոնումները։ Հուսանք մի լավ լուրով նորից կհանդիպենք։ Հուսանք։ Նման պատմություններն անտարբեր թողնել չեն կարող։ Վստահ ենք այս պատմությունը հուզեց եւ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Սպասենք, որ շուտով տեղի կունենա ոչ պակաս հուզիչ հանդիպում։ Լուսանկարները ապացույց են, լուսանկարները հիշողություն են։ Ոմանց համար կարոտը հաղթահարելու միջոց են, ոմանց համար էլ ծանր հոգեվիճակի պատճառ։ Մեր նախագծում լուսանկարները որոնումների հաջող ելքի համար անհրաժեշտ նախապայման են։ Դիտենք մի քանի լուսանկար եւ գուցե հենց այս պահին գտնվեն մարդիկ, որոնց փնտրում են։ Գրիգորի Կուզմինը երազում է ընկերոջ Արմեն Վաչիկի Ավետիսյանի հետ հանդիպման մասին։ Նրանք միասին ժամկետային ծառայություն են անցել Լվով քաղաքում 1985-ից 1987 թվականներին։ Հակոբյանների ընտանիքը խնդրում է արձագանքել բոլորին, ովքեր կարող են օգնել գտնել Կարեն Առաքելի Հակոբյանին, ծնված 1959 թվականին Տավուշի մարզի Բերթավան գյուղում։ Վերջին լուրը նրանից ընտանիքը ստացել է 40 տարի առաջ։ Արդեն 45 տարի Վլադիմիր Անդրանիկի Հարությունյանի մասին ոչինչ չեն լսել նրա ազգականները։ Նրան որոնում է ընտանիքը, քույրերը, եղբայրները, զարմիկները։ Նա արդեն 67 տարեկան է ու հավանաբար ապրում է Հայաստանում։ Սա 68 տարվա լուսանկար է։ Դրանում պատկերված տղամարդը Յուրին է, կողքին նրա 2-ամյա որդին է, Վալերին, իսկ գրկին նորածին դուստրը, Լիլիան։ Երեխաների մոր Վարվարա Պոկատիլովայի հետ Յուրին ծանոթացել է Ղազախստանում։ Նրանք ամուսնացել են եւ երեխաներ ունեցել, սակայն որոշ ժամանակ անց բաժանվել են։ Որդին մնացել է Վարվարայի հետ, իսկ դստերը վերցրել ու դասյարակել են Յուրիի ծնողները։ Յուրին ենթադրաբար Հայաստանից է։ Նրան որոնում է թորնուհին Դիանան։ Հրաչ Ռաֆիկի Մկրտչյանին երազում է գտնել դուստրը Սյուզաննան։ Մանկության տարիներին Սյուզաննան հայրիկի, մայրիկի եւ քրոջ հետ ապրել է Արցախի Բերձոր քաղաքում։ Հետո ծնողները բաժանվել են եւ մայրիկը դուստրերի հետ մեկնել է Ռուսաստան։ Հոր ճակատագրի մասին Սյուզաննան մինչև օրս ոչինչ չգիտի։ Վալերիկ Լենդրուշի Մուսայելյանին եւ նրա ընտանիքին խնդրում է արձագանքել Զարմուհին, Նատելան։ Վալերիկը ծնվել է 1962 թվականին, ապրել է Սամարա քաղաքում։ Լուսանկարում պատկերված աղջիկը Կարինեն է։ Նրան մեծացրել են որդեգրող ծնողները։ Ամբողջ կյանքի ընթացքում Կարինեն փորձում է գտնել արյունակից ազգականներին։ Նրան հայտնի է, որ հոր անունը Անդրեյ է, իսկ մոր անունը Շալբի։ Նրանց ավագ երեխաների անունները Սախատ կամ Սահատ եւ Աիշա։ Համլետ Սերգեյ Պետրոսյանին Երևանից որոնում է որդին Կարենը, որը ծնվել է 1984 թվականին Ղազախստանում։ Վլադիմիր Վարդանի Խաչատրյանը հիմա մոտ 85 տարեկան է։ Նա ապրում էր Դերբենդում, այնտեղ է ծնվել նաև նրա դուստրը Ստելան։ 1978 թվականին Վլադիմիրը մեկնել է Կուրսկի մարզի Լգով քաղաք, որտեղ ծնվել է նրա որդին Օլեգը։ Հենց վերջինս էլ որոնում է հորը, նրա բարեկամներին եւ քրոջը Ստելային։ Շատ հաճախ հարազատ մարդկանց բաժանման պատճառ են դառնում վիրավորանքն ու այս կամ այն հարցի վերաբերյալ փոխադարձ անհանդուրժողականությունը։ Միմյանց հասցեին ոչ հաճելի խոսքեր են հնչեցնում ու արդյունքում նախընտրում են այլևս չշփվել։ Դե մարդկանց միջև կարող են նման վեճեր լինել, բոլորս էլ տարբեր ենք։ Բայց նման իրավիճակը բազմակի անգամ ցավալի է, երբ վեճի մասնակիցները ընտանիքի անդամներն են, արյունակից ազգականներ։ Այդ դեպքում որքան էլ նեղացած լինեն իրարից, որքան էլ հեռանան ու հիմնովին խզեն կապերը, միևնույն է միշտ մնալու է ափսոսանքի, անհանգստության ու կիսատության զգացում։ Միշտ էլ հետ են նայելու, փորձելով վերլուծել տեղի ունեցածը, ամեն անգամ խորացնելով առաջացած վերքը։ Ու եթե ինչ-որ պահի հարաբերությունները վերականգնելու ցանկություն է առաջացել, ապա դա պետք է անել անհապաղ, թույլ չտալով, որ ամեն բան փոխելու համար չափազանց ուշ լինի, թույլ չտալով կորչի վստահության ու սիրո վերջին փշրանքը։ Արյունը ջուր չի դառնում։
այն միշտ էլ ստիպելու է փնտրել հարազատին ու մոտ լինել նրան։ Երբեմն ավելի հեշտ է ընդունել դիմացինին առանց փորձելու փոխել նրան։ Իսկ կյանքը չափազանց կարճ է այն վիրավորանքի վրա ծախսելու համար։ Իսկ որոնումների վրա արժե ժամանակ ծախսել։ Այդպես էլ վարվում է մեր այսօրվա հայտատուն։ Դիտենք տեսանյութը։ Աղավնի Եղիշյանն է, Խալաթյանների ընտանիքի հարսը։ Աղավնին որոնում է սկեսրոջ Հայկազ Խալաթյանի ժառանգներին։ Հարազատներին գտնելու գործն ընտանիքը վստահել է նրան, Աղավնին էլ դիմել է մեզ ու հյուրընկալել իրենց տանը։ 1947 թվականին Հայկազին աքսորեցին Ռուսաստանի հեռավոր արևելք, Մագադան քաղաք։ Նրան տեղափոխեցին փշալարերով շրջապատված ուղիչ աշխատանքային ճամբար։ Առօրյան ծանր էր, անազատություն, երկար աշխատանքային ժամեր, խիստ վերահսկողություն։ Հայկազի միակ ուրախությունը ճամբարում հանդիպած ռուս աղջկա Լյուդմիլայի հետ շփումն էր։ Նրանց միջև սիրավեպ սկսվեց։ Հայկազն ապրում էր ճամբարին կից փայտե տնակում։ Լյուդմիլան նույնպես տեղափոխվեց այնտեղ։ Աքսորում գտնվելու տարիներին Հայկազը որդի եւ դուստր ունեցավ։ Նկարներով երևում է, որ նա անպայման այնտեղ աշխատակից է եղել կամ շրջապատող բնակվող կին է եղել։ Որ նայում ենք այս նկարների պատկերները, երևում է դաշտում են, երևի ծաղկախիտ տեղեր են, կարող է հանգստյան օրեն ունեցել, բերդից դուրս են եկել, հանդիպել են, այդ մանրամասնություններ ճիշտն ասած մենք չգիտենք։ 1952 թվականին Հայկազին ազատ արձակեցին։ Նա վերադարձավ Հայաստան, ծնողներին տեսնելու։ Լյուդմիլային խոստացավ վերադառնալ։ Հասնելով իր ծննդավայր Հոռոմ գյուղ, նա ծնողներին գտավ առողջական ու սոցիալական ծանր վիճակում։ Հայկազի վերադարձը հետաձգվեց։ Տղան գյուղում աշխատանք գտավ, սկսեց աշխատել որպես տրակտորիստ։ 1957 թվականին Հայկազն ամուսնացավ, ունեցավ եւս մեկ որդի եւ մեկ դուստր։ Ընտանիքում բոլորը գիտեին Լյուդմիլայի եւ երեխաների մասին։ Հայկազը հաճախ էր ասում, որ ցանկանում է նրանց ծանոթացնել։ Անգամ ծրագրում էր գնալ Մագադան ու երեխաներին Հայաստան բերել, բայց ցանկությունն անկատար մնաց։ 1962 թվականին Հայկազը վթարի ենթարկվեց ու մահացավ։ Ինքը այնքան էր ազդված, ինքը օր-օրի սպասում էր, որ անպայման վերադարձ պետք է լինի Մակադան, որովհետև կեսուրս միշտ պատմում էր, ինքը անհանգիստ էր, անընդհատ որ գալիս էր տուն, սիրում էր երեխաներին ու հաճախ հիշում էր մյուս երեխաներին։ Անընդհատ ինքը իր մեջ մեծացնում էր այդ երեխաներին, այս իր տան երեխաների հետ։ Ու միշտ շեշտել է, որ դուք ունեք քուրիկ, դուք ունեք ապերիկ, անընդհատ կեսրոջս հիշեցրել է, որ կարող է լինել մի բան, որ ես գնամ իմ ընտանիքը բերեմ։ Ինքը մեծ սպասումներով սպասել ընտանիքին, բայց չարաբաստիկ վթարը ընդհատեց իր կյանքը։ Հայկազի մահից հետո ընտանիքը տեղափոխվեց Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղ։ Հարազատները միշտ ցանկացել են գտնել Լյուդմիլային եւ երեխաներին, սակայն դա անհնար է թվացել, քանի որ տվյալները շատ քիչ էին։ Ինչքան նայում եմ ձեր հաղորդաշարը, մտածում եմ միգուցե դիմեի կգտնեի այդ երեխաներին։ Հիմա իմ խիղճը թեթևացնելու համար խնդրում եմ ձեր օգնությունը, միգուցե կարողանամ գտնել այս երեխաներին։ Կամ միգուցե իրենք էլ են մեզ փնտրում, որ գտնեն, բայց չեն կարողանում գտնել։ Ես հաճախակի նայում եմ ձեր սպասիր ինձ հաղորդաշարը, կարող է հանկարծ մեր անունը կարդան ու մեզ փնտրեն, բայց նրանք մեծ ոչ մեկիս անուններ իհարկե չգիտեն։ Մենակ գիտեն իրենց հոր անունը՝ Խալաթյան Հայկազ կնյազի։ Գոնե մեր եղծը կատարված կլինի, կայցելենք Սկեսարից Գերեզմանին, կասենք, որ իր ուզածը մենք հասցրել ենք նպատակին։ Ինքը շատ ազնիվ նվիրված հայր է եղել։ Սիրելի հարազատներս, եթե դիտում եք այս հաղորդաշարը ու գտնում եք, որ մենք որոնում ենք ձեզ, խնդրում ենք արձագանքեք մեզ, մեր հարազատներ, մենք սիրով սպասում ենք ձեզ Հայաստանում, քաղաք Արմավիրում։ Նրանց, ովքեր դեռ կասկածում են, սպասիր ինձի պատմությունները իրական են թե ոչ, հրավիրում ենք մասնակցելու մեր հաղորդաշարին։ Դարձեք այստեղ տեղի ունեցող հրաշքների մի մասը։ Իսկ եթե որևէ մեկին որոնելու ցանկություն չունեք, ապա կարող եք մեր նախագծի կամավորը դառնալ, օգնելով հույսով ու հավատով սպասող մարդկանց։
Իսկ մենք դիտենք հերթական տեսանյութը։ Ռուսաստանի Գյորգիևսկ քաղաքի թիվ 1 դպրոցն է։ Հենց այստեղ Սվետլանա Գյուլուշանյանը 1970-ականների վերջին հանդիպեց իր առաջին աշակերտներին, որոնց պիտի աշխարհագրություն եւ հանրահաշիվ դասավանդեր։ Ավելի քան 45 տարի անց դպրոցի նախկին շրջանավարտները որոնում են իրենց ուսուցչուհուն։ Աղջիկներ, այս 4 պատուհաններն են, չէ՞։ Այո։ Ահա, Սվետլանա Լևոնովնայի աշխատասենյակն է։ Նա մեզ հանրահաշիվ եւ երկրաչափություն էր դասավանդում։ Երբեմն ես կասեի նույնիսկ հաճախ դասերից հետո գալիս էինք նրա մոտ, շփվում էինք, ծիծաղում էինք։ Դաս էինք անում։ Երբ Սվետլանա Գյուլուշանյանը դպրոց եկավ դասավանդելու, Նադեժդան եւ նրա դասընկերները 6-րդ դասարանում էին սովորում։ Սվետլանան Հայաստանից էր, համալսարանը նոր էր ավարտել։ Սա նրա առաջին մանկավարժական փորձն էր։ Գյորգիևսկ քաղաքում Սվետլանան մենակ էր ապրում, վարձակալված բնակարանում։ Նա մեր քաղաքում մենակ էր։ Առանց ծնողների, առանց որևէ աջակցության։ Ինստիտուտը նոր էր ավարտել, մանկավարժության առաջին տարիներն էին։ Երևի այդ պատճառով էլ մեզ հետ ընկերացել էր։ Մեր մեջ աջակցություն էր փնտրում, ինչպես եւ մենք նրա մեջ։ Մենք նրան սիրում էինք որպես ուսուցիչ, բայց նա մեզ համար ուղղակի ուսուցիչ չէր։ Նա մեզ հետ ընկերություն էր անում, բոլոր երիտասարդների հետ։ Մենք էլ փորձում էինք այդ հարաբերությունները պահպանել։ Ինստիտուտը նոր էր ավարտել եւ տարիքով մեզնից շատ մեծ չէր։ Սվետլանա Գյուլուշանյանը դասավանդեց 3 տարի։ Այդ տարիների ընթացքում նրանք շատ հիշողություններ հասցրին ստեղծել։ Դասերից հետո քննարկումներ ունենալուց մինչև արշավներ եւ անգամ ուղևորություն դեպի Լենինգրադ։ Ուսուցչուհու դասերից ոգեշնչված, աշակերտներից ոմանք նույնիսկ որոշեցին բարձրագույն կրթություն ստանալ մաթեմատիկայի գծով։ Նա մեզ մաթեմատիկայի հետաքրքիր կողմերը ցույց տվեց։ Ոչ միայն ստանդարտ լուծումներ սովորեցրեց։ Լրացուցիչ զարգացնող առաջադրանքներ էր տալիս։ Տրամաբանական խնդիրներ, որոնք զարգացնում էին մտածողությունը եւ ուշադրությունը։ Մենք մասնակցում էինք օլիմպիադաների։ Անձամբ ես մասնակցել եմ։ Սվետլանա Լևոնովնան մեզ հետ էր միշտ եւ ամենուրեք։ Գնում էինք բնության գիրկը, արշավների թե գարնանը, թե աշնանը։ Նույնիսկ մի անգամ ձմռանը դահուկներով անտառ էինք գնացել։ Հիշում եմ, ինչպես էինք մրսած վերադառնում։ Ճանապարհին կանգ առանք եւ մեր դասընկերոջ Սերգեյ Սեմերյուկի մայրը մեզ թեյ տվեց։ Մի փոքր հանգստացանք։ Տաքացանք եւ գնացինք տներով։ Մեզ հետ հետաքրքիր էր, նրա հետ էլ։ Երևի դա էր մեր ընկերության հիմքում։ Նա բաց հոգի ուներ։ Իսկ երբ մարդու հոգին բաց է, բոլորը ձգտում են դեպի նա։ Մենք զրուցելու, ծիծաղելու, կատակելու շատ թեմաներ ունեինք։ Գյորգիևսկից հեռանալուց հետո Սվետլանան Նադեժդայի եւ մի քանի այլ աշակերտների հետ տևական ժամանակ նամակագրական կապ պահպանեց։ Նամակներում նա պատմում էր, որ ապրում է Երևանում, ամուսնացել է, Թամարա անունով դուստր ունի։ 1988 թվականից հետո կապը խզվեց։ Մենք շատ էինք ափսոսում, երբ նա հեռանում էր։ Ուղղակի նա այստեղ մենակ էր։ Չնայած այն ժամանակ մեկ երկիր էր համարվում, բայց նրա բոլոր ազգականները Հայաստանում էին, հեռու, եւ նրա համար դժվար էր այստեղ մենակ։ Նա էլ էր ծանր տանում, չէր ուզում բաժանվել մեզնից։ Բայց մնալ չէր կարող, քանի որ այնտեղ նրա հարազատներն էին։ Այո, այստեղ լավ ու հետաքրքիր աշխատանք ուներ, բայց միևնույն է, նրա կյանքը հիմնականում այնտեղի հետ էր կապված։ Այդ պատճառով էլ ստիպված էր մեկնել։ Նա ջերմ հետք է թողել մեր ամբողջ կյանքի վրա։ Ես ինքս էլ մանկավարժական ինստիտուտում եմ սովորել։
Գուցե ենթագիտակցաբար նրա ազդեցությունն է եղել, չգիտեմ։ Չեմ կարող ասել։ Եվ այսօր Նադեժդան հավաքել է ուսուցչուհու լուսանկարները, համախմբել դասարանցիներին ու դիմել «Սպասիր ինձ» հաղորդաշարին Սվետլանա Գյուլուշանյանին գտնելու խնդրանքով։ Տևական ժամանակ է, ուզում ենք իմանալ ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը։ Որտեղ է, ինչպես է, ինչ է անում հիմա։ Դասընկերներս բոլորը անմիջապես ժպտացին եւ հավանեցին այս գաղափարը։ Ասացին ճիշտ որոշում է։ Ես Առաքելյան Թամարան եմ, Գյուլուշանյան Սվետլանայի դուստրը, լսել եմ, որ փնտրում են մայրիկին, ցավոք մայրս չկա, 2005 թվականին մահացել է ու ամեն դեպքում ես մտածեցի, որ անպատասխան չթողնեմ ու արձագանքեմ։ Իմ մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի էր, հանրահաշիվ երկրաչափություն։ Ինքը ռուսական կրթություններ, սովորել է Ստավրոպոլում 4 տարի, մանկավարժական համալսարանն ավարտել։ Դե սովետի տարիներին ոնց էր, ուղեգրում էին, անպայման պետքա նաև դասավանդեր, որ նոր կարողանային դիպլոմ ստանային։ Ուղեգրել են Գեորգիևսկ քաղաք, որտեղ ինքը 3 տարի դասավանդել է, 6-ից մինչև 10-րդ դասարանները։ Ինքը հաճախ հիշում էր եւ բնական ուսանողական տարիներ եւ Ռուսաստանում աշխատած տարիները։ Մի քանի տարի աշխատել է, հետո ամուսնացել, տեղափոխվել են Երևան։ Մի որոշ ժամանակ Երևանում էլ աշխատել, մինչև սովետական այդ միությունը որ փլուզվեց, ռուսական դպրոցները փակվեցին ու արդեն շատ դժվար է ռուսերենից հայերեն անցումը ու իր պրակտիկան շարունակեց իր երեխեքի վրա։ Այս մի նկարը պոկեցի, ճիշտն ասած, ալբոմից, ինքը սոսինձով կպցրած էր ու ետևում սենց նկատեցի, որ ամեն շարքում նստած աշակերտների անուն ազգանուններն է գրած, ինքը ավելի շատ ընկերական էր երեխեքի հետ։ Գուցե դրա համար էլ ավելի տենց հիշել են, ուզում են տեսնեն, գտնեն, հուզիչ է շատ, իրականում անսպասելի է, այդքան տարի անց հիշես ուսուցչիդ ուզես տեսնես, ուրեմն ինչքան է ինքը տվել, հա, այդ դրականը, որ իրանք չեն մոռացել։ Հետաքրքիր է իհարկե ոնց է իրանց հետ ընկերություն արել, ինչպիսին է ինքը այնտեղ եղել, ինչն ավելի շատ տպավորվել, որ իրանք այդքան տարի անց փորձել են տեսնել, հիշել են։ Հաճելի կներ իհարկե լսել։ Մեր հաղորդաշարում հնչող յուրաքանչյուր պատմություն սկսվում է պարզ հայտից։ Դուք դիմում եք նախագծին, ինչից հետո մենք սկսում ենք աշխատել դրա ուղղությամբ։ Սպասիր ինձի պաշտոնական կայքում մոտ 3 միլիոն հայտ կա, եւ ամեն օր այդ հայտերի թիվը միայն աճում է։ Իհարկե ոչ բոլոր պատմություններն են հայտնվում եթերում։ Որոշ հանդիպումներ տեղի ունենում կադրից դուրս, բայց մենք հնարավորության չափով փորձում ենք հաղորդակից դարձնել ձեզ պատմություններին, այսպիսով նաև հուսադրելով բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել հարազատներին, եւ ոգեշնչելով նրանց, ովքեր դեռ հայտ չեն լրացրել։ Դիտենք տեսանյութը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ մի լուսանկար, որն ուղարկել են հայաստանյան Սպասիր ինձից։ Ակնոցս։ Ես էլ վերցնեմ ակնոցս։ Բոլորը ակնոցների հետևից։ Սա մեր լուսանկարն է։ Լենինգրադում արված լուսանկարներից է։ Ես բոլորը չեմ վերցրել, մոտ 10 լուսանկար կա։ Այս լուսանկարում մենք ենք։ Ահա ես, վանդակավոր վերարկուով։ Ուրեմն ինչ, գտել եք նրան։ Շատ ցավում եմ իհարկե, որ հիմա ինքը լիներ, ուրիշ ձև հանդիպումը հաստատ կլիներ, ինքը հաստատ կուզեր տեսնել իր աշակերտներին։ Մեր Պոնամորենկո Օսյան է։ Շայկինը։ Կիմ Անդրեյ, ես չգիտեմ ինչի իմ մոտ էլ եղբորս մոտ այդ անուն տպավորվել էր։ Անծանոթ երեխեքի նկարներ են, բայց քանի որ իր համար այդ հուշերը թանկ էին, ես տենց իրանց պինդ այդ պահել եմ, չեմ կարծել երբևիցե, որ ինչ-որ մեկին դա պետք գա։ Այն լուսանկարները, որոնք ձեզ ցույց տվեցի, Սվետլանա Լևոնովնայի դստեր, Թամարայի ընտանեկան արխիվից են։ Մենք շատ ենք ցավում։ Նա կյանքից հեռացել է 2005 թվականին։ Մահացել է։ Արդեն վաղուց։ Բայց երբ Թամարան իմացավ, որ դուք որոնում եք իր մայրիկին, նա ձեզ հետ խոսելու ցանկություն հայտնեց։ Մենք էլ կուզեինք։
Երևի թե ընտանիքից հեռու ինքը իր համար ոնց որ փոքրիկ ընտանիք էր գուցե եւ գտել այնտեղ։ Տենց եմ ես մտածում։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ գոնե ինչ որ ձև կարողացել եմ արձագանքեմ, չգիտեմ, իրանցից շատ շնորհակալ եմ, որ հիշում են։ Փորձենք կապ հաստատել նրա հետ։ Իհարկե, Հենց հիմա պետք է թաշկինակ վերցնել։ ով է խոսելու։ Իհարկե դու։ Աչքերդ արդեն արցունքոտ են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որքան նման է մայրիկին։ Ես Թամարան եմ, Սվետլանա Լևոնովնայի դուստրը։ Իմացա, որ որոնում եք ձեր ուսուցչուհուն։ Ցավոք նա արդեն ողջ չէ, մահացել է 2005-ին։ Երբ իմացա ձեր որոնումների մասին, անկեղծ ասած շատ ուրախացա։ Անսպասելի էր, որ այսքան տարի անց հիշում եք նրան եւ ուզում եք տեսնել։ Մայրիկիս ալբոմը մնացել է։ Գեորգիևսկից լուսանկարներ կան։ Ես չգիտեմ, նա ձեզ որ դասարանում է դասավանդել։ 6, 7 եւ 8-րդ դասարաններում։ Սա ձեր լուսանկարն է։ Սա մեր դասարանն է։ Նա մեզ հետ է այս լուսանկարում։ Մեր դասարանի հետ էր Լենինգրադ գնացել։ Ձեզ մոտ հենց այդ լուսանկարներն են, այո։ Նրա մեկնելուց հետո մենք որոշ ժամանակ նամակագրական կապ ենք պահպանել։ Ուզում եմ զարմացնել ձեզ։ Ահա, մի հին նոթատետր ունեմ։ Եվ այստեղ գրված է Սվետլանա Լևոնովնա։ Դուստրը Թամարան, ծնվել է մայիսի 11-ին։ Իսկ ձեր ծննդյան թվականը չկա։ Բայց այն, որ դուք ծնվել եք մայիսի 11-ին, ես գրանցել եմ։ Մենք որոշ ժամանակ միմյանց նամակներ ենք գրել։ 1983-ին եմ ծնվել։ Թամարա, մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնել։ Շատ տխրեցինք, երբ իմացանք, որ ձեր մայրն էլ չկա։ Մենք նրան շատ էինք սիրում։ Նա այնպիսի հոգի ուներ։ Մենք էլ ենք հուզված։ Դուք նման եք նրան։ Պատմեք, ինչպես է դասավորվել նրա կյանքը։ Ես գիտեմ, որ տեղափոխվել էր Երևան, ամուսնացել էր։ Նրանք ամուսնացան եւ տեղափոխվեցին Երևան։ Այստեղ էլ էր դպրոցում աշխատում։ Նա ռուսական կրթություն ուներ եւ Երևանում ռուսական դպրոցում էր դասավանդում։ Նա շատ վարժ էր խոսում ռուսերեն։ Ես ինքս էլ դասախոս եմ։ Եվ կարող եմ ասել, որ շատ բարդ է որևէ առարկա մեկ այլ լեզվով դասավանդել։ Հատկապես մաթեմատիկան ռուսերենից հայերեն թարգմանել։ Թամարա, այսօր մենք նույնիսկ գնացինք այնտեղ, որտեղ նա բնակարան էր վարձակալում։ Դուք այդ մասին որևէ բան գիտեք։ Նա ձեզ պատմել է։ Այո, գիտեմ, որ Վարչով էր ապրում։ Դա բարեկամի տուն էր, թե ուղղակի մի հայ ընտանիքի։ Պարզապես ծանոթ հայեր էին։ Այսօր այնտեղ գնացինք։ Ցավոք, այդ տունն այլևս չկա։ Շատ հիշողություններ ունենք այդ տան հետ կապված։ Մեր համադասարանցիները հաճույքով այցելում էին նրան։ Անհրաժեշտության դեպքում տղաները տուն էին ուղեկցում։ Նրա տուն էիք գնում։ Այո, տանտիրոջ բակում առանձին տնակ կար, վարձով էին տալիս։ Նա էլ ապրում էր այնտեղ։ Մենք դասերից հետո մնում էինք նրա աշխատասենյակում։ Կատակում էինք, զրուցում էինք, դաս էինք անում։ Նա մեր լավագույն ընկերն էր։ Մենք իհարկե չէինք մոռանում, որ նա ուսուցիչ է, բայց նա մեզ համար շատ կարևոր մարդ էր։ Որքան գիտեմ, նա խիստ ուսուցիչ չի եղել։ Կարող էր, երբեմն կարող էր եւ խստություն ցուցաբերել։ Բայց առհասարակ շատ հանգիստ ու բարյացակամ մարդ էր։ Նա սիրում էր երեխաներին, իսկ նրանց չես խաբի։ Նրանց կամ սիրում ես, կամ ոչ։ Գիտեք, մենք զգում էինք, որ նա իր տանը չէր։ Մենակ էր այս քաղաքում։ Նրա մասնագիտական ուղին նոր էր սկսվում։ Եվ նա ձգտում էր դեպի մեզ, մենք էլ նրան։ Կարծում եմ, նա մեր մեջ աջակցություն էր տեսնում։ Այսքան տարի անց հիշել եք նրան եւ ուզել եք տեսնել։ Ես հասկացա, որ այդ շրջանում դուք նրա համար ընտանիքի պես եք եղել։ Այո, այդպես էր։ Երբ գնում էինք բնության գրկում հանգստանալու, նա մեզ հետ էր գալիս։ Արշավների նույնպես մեզ հետ էր գալիս։ Հիշում եմ, որ դահուկներով արշավ էինք կազմակերպել։ Դա նրա համար մի նոր փորձառություն էր, բայց ամեն ինչին դիմացավ։ Այդ դահուկները,
Թրջվել էինք, մրսել էինք։ Ինչ հիշողություններ են։ Մենք մեղադրում ենք ինքներս մեզ, որ ավելի շուտ չենք նախաձեռնել որոնումները եւ չենք գտել նրան։ Սա ես եմ։ Պատկերացնում եք, բոլոր լուսանկարներն աչքի էի անցկացնում եւ հաղորդման թղթակցին ասացի, չգիտես ինչու, կարծում եմ հենց այս աղջիկն է փնտրում, Նադյան։ Ինչ հետաքրքիր է։ Նադյան ես եմ, այո։ Նկատել եմ, որ շատ լուսանկարներում մայրիկիս կողքին եք կանգնած։ Երևի այդ պատճառով եմ մտածել, որ հենց դուք եք փնտրում նրան։ Իսկ դուք մայրիկի գործը չեք շարունակել։ Ոչ։ Ես հաշվապահ եմ։ Էլի մաթեմատիկայի հետ է կապված։ Մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ։ Անչափ ցավում ենք, որ ձեր մայրիկը ողջ չէ։ Ցավակցում ենք ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ հիշում եք նրան։ Մենք էլ շնորհակալ ենք, որ արձագանքեցիք եւ որ պահպանել եք մեր լուսանկարները եւ ձեր մայրիկի ալբոմը։ Ահա այն, լուսանկարներով լի ալբոմը։ Շնորհակալություն, որ պահպանում եք այն։ Ուրախ էինք տեսնել ձեզ։ Շնորհակալություն, որ կապ հաստատեցիք։ Ցտեսություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ցտեսություն։ Հրաշալի զգացողություններ են։ Հաճելի է, որ Թամարայի հետ հանդիպում կայացավ։ Շատ ցավալի է, որ նա չկա։ Ես ենթադրում էի կանխազգացում ունեի։ Նույնիսկ հայտի մեջ գրել էի. հույս ունեմ, որ ողջ ու առողջ է։ Կուզեմ կապը պահեմ, որտեվ հաստատ լիքը հարցեր ունեմ։ Մանրամասներ չգիտեի, որ իրանք տենց ընկերական, իրանք էլ նշեցին, որ ինչ որտեղ զգում են, որ ընտանիքն են փոխարինում, այդ պահին ինքը իրականում մենակ էր օտար երկրում։ Մենք երախտապարտ ենք հաղորդման բոլոր խմբագիրներին։ Բոլորին, ովքեր աշխատում են Սպասիր ինձ նախագծում։ Շնորհակալ ենք։ Այո, աղջիկներ։ Միանում եմ։ Շատ օպերատիվ իրականացրին ամեն ինչ։ Նույնիսկ անսպասելի էր։ Նրա դուստրն էլ անկեղծորեն ուրախացել էր։ Այստեղ նրան հիշում են, սիրում են։ Ամբողջ սրտով ցավում ենք, որ չտեսանք նրան։ Հաճելի էր շփվել դստեր հետ։ Հետաքրքիր է, որ ես այդքան աշակերտների մեջ չգիտեմ ինչի զգացի, որ ինձ այդ աղջիկն է իրան փնտրելու։ Նկարներով ոնց կողմնորոշվեցի, էլի։ Չգիտեմ, շնորհակալ եմ ձեզնից էլ, հաղորդման համար եմ շնորհակալ։ Չգիտեմ, նորից ինչ-որ sense վերապրեցիր, նորից հետ գնացի։ Մի հետաձգեք, մի հապաղեք։ Կյանքը կարճ է։ Տեսեք, մենք էլ չհասցրինք հանդիպել։ Դիմեք հաղորդաշարին եւ ձեզ անպայման կօգնեն։ Եթե մինչ այս պահը երկմտում եք դիմել նախագծին թե ոչ, արեք դա հենց հիմա։ Արեք առաջին քայլը դեպի ձեր մտերիմներն ու սիրելի մարդիկ։ Իսկ մենք հրաժեշտ ենք տալիս ձեզ ընդամենը 1 շաբաթով։ Մնացեք բարով։